Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով 2026 թվականի հունվարի 27-ից փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի օդում փոշու պարունակությունը զգալիորեն գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Մասնավորապես կենտրոն-վարչական շրջանում գերազանցումներ են արձանագրվել ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում 4 օր, իսկ Նոր Նորքում փետրվարի 1-ին։ Թեև ծծմբի և ազոտի երկօքսիդների մակարդակը մնացել է նորմայի սահմաններում, սակայն փոշու բարձր մակարդակը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել։ Կենսաբանական գիտությունների թեկնածու Վահագն Վարագյանը իրավիճակը որակել է որպես հերթական քաղաքային կոլապսի նախաշեմ։ Ըստ նրա, խնդրի հիմնական պատճառը քաղաքային իշխանությունների ձնամաքրման աշխատանքների թերի կազմակերպումն է, ինչի հետևանքով մայթեզրերին կուտակվել են աղի և աղավազի մեծ կույտեր։ Ձյան հալվելուց հետո այդ կույտերը չեն հեռացվում, ինչն էլ հանգեցնում է օդի աղտոտվածության կտրուկ աճին։ Բնապահպանը զգուշացրել է, որ առաջիկա անձրևների ժամանակ մայթեզրերին մնացած աղավազը կհոսի դեպի հեղեղատար համակարգեր, խցանելով դրանք։ Սա իր հերթին կարող է հանգեցնել ջրհեղեղների, նյութական վնասների և տրանսպորտային քաոսի։ Վարագյանը շեշտել է, որ քաղաքային իշխանությունները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն մայթեզրերը մաքրելու ուղղությամբ, հետագայում տեղումների պատճառով սպասվող բարդություններից խուսափելու համար։